Դարձյալ շարունակում ենք Երևանի ավականու ընտրությունների թեման եւ ես խոսքս կրկին փոխանցում եմ Արամ Աբրահամյանին, խնդրեմ Արամ։ Շնորհակալություն Քրիստինե։ Այժմ հեռանկարի տաղավարում է ԲՀԿ փոխնախագահ ազգային ժողովի ծառայության խմբակցության քարտուղար Վահե Էյֆիաջյանը, շնորհակալություն պարոն Էյֆիաջյան։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Թեև դուք չեք ցուցակում չեք ավականու ԲՀԿ-ի, այնուամենայնիվ Ես ցուցակում ներգրաված եմ։ Ներգրաված եք եւ ակտիվորեն մասնակցում եք ընտրարշավին, արդեն 2 օր է մնացել այդ ընտրարշավին, երևի կարող ենք ամփոփել, թե ինչպես է այն անցնում, ինչ եք դու ասում, ինչ եք դուք ասում եւ ինչ են ձեզ հարցնում քաղաքացիները։ Նախ ձեր հարցի սկզբից ես իմ միտքը ձևակերպեմ, որ ես ցուցակում պայմանական հորիզոնական եմ զբաղեցնում, դա վերջին համարն է եւ այս ներգրավվածությամբ շատ իզուր ոչ եք նկատել, որովհետեւ մեր համար ով որ հորիզոնականն է զբաղեցնում, ցուցակի շատ պայմանական բնույթ է կրում։ Մեր բոլոր հորիզոնականները զբաղեցնող քաղաքացիները Երևանի խնդիրներին ծանոթ այն մարդիկ են, ովքեր արժանապատիվ կերպով խնդիրներին ծանոթ են եւ չեն գալու խնդիրներին նոր ծանոթանալու, այլ գալիս են վաղուց ծանոթ խնդիրներին լուծում տալու եւ այն կադրերն են, ովքեր բավականին մեծ հեղինակություն են վայելում բոլոր 12 վարչական շրջաններում։ Քարոզարշավի հետ կապված մենք գտնում ենք, որ այս օրերի ընթացքում լավագույնս փորձել ենք ներկայացնել մեր ծրագրային դրույթները, մեր քաղաքական թիմը, առաջին հորիզոնականը, երկրորդ, երրորդ եւ առհասարակ մեր ամբողջական համամասնական ցուցակի ներկայացուցիչներին եւ միջ մեր քարոզարշավը սկսելը մենք ունենք նկատառումներ, որ նախկինի հետ կապված մի շարք արատավոր երևույթներ կան, ինչի հետ կապված բազմաթիվ առիթներ ենք ունեցել, որպես բացասական դրսևորումներ գնահատականներ տալու, ուստի այդ ամենը հաշվի առնելով, նոր իրողությունները հաշվի առնելով, մենք հայտարարություններով հանդես եկանք, որ նոր իրականության մեջ մենք ուզում ենք նոր որակի քարոզարշավ տեսնել, այսինքն անձնական վիրավորանքներ չլինեն, չթիրախավորեն, չփորձեն սևացնել եւ սպիտակացնել քաղաքական թիմերի համար կյանքի ու մահի պայքարի հարց չդառնա, բայց ցավոք սրտի որոշ պարագաներում նկատվեցին այնուամենայնիվ նման խախտումներ, ինչի հետ կապված նաև ստիպված եղանք համարժեք պատասխաններ տալու եւ գնահատականներ տալու։ Կոմպրոմատների պատերազմ, արդյոք այդքան կարևոր է, թե ով Սանիկն է, ով Զարմիկն է, դա երևանցիների խնդիրի հետ ինչ կապ ունի։ Գիտեք ինչպես, ես ինքս գտնում եմ, որ այս ամբողջական քարոզարշավի ժամանակահատվածում տեղին կլիներ խոսել ծրագրային դրույթներից։ Ինչ ծրագրերն ի վերջում փորձում մենք իրականություն դարձնենք եւ որ քաղաքական թիմով ենք փորձում այդ ծրագրերը իրականություն դարձնել։ Մեր քաղաքական ուժը բավականին ծանրակշիռ քաղաքական ուժ է եւ մենք ունենք հետագիծ թողած եւ այդ հետագիծը մեր գործունեության նայելով կարելի է համադրել, որ մեր խոսքը եղել է մշտապես գործ եւ մեր ծրագրերը իր մեջ իրատեսություն ունեն։ Մենք լավագույնս փորձել ենք ներկայացնել այս մոտեցումները եւ մեր քաղաքական ուժը, քաղաքական ուժի ղեկավար Գագիկ Ծառուկյանը բազմաթիվ անգամ հենց այս համատեքստում է հանդես եկել եւ բոլորի համար էլ գաղտնիք չէ, թե ինչպիսի նա կապեր ունի ամբողջ աշխարհի մակարդակով եւ վերջին իրադարձությունը, որ տեղի ունեցավ մայրաքաղաք Երևանում, ըստ էության երբևիցե ոչ նորանկախ հանրապետության ժամանակահատվածում, ոչ էլ խորհրդային տարիների ժամանակահատվածում նման նախաձեռնություն չէր եղել, երբ որ տասնյակ քաղաքապետեր տարբեր աշխարհամասերից, նախարարներ, տարածքային կառավարման ոլորտի փորձագետներ, մասնագետներ ժամանել էին Հայաստան, իրենց զորակցությունն էին հայտնում Բարգավաճ Հայաստան կուսակցությանը եւ Գագիկ Ծառուկյանին եւ առաջիկա ընտրություններին Նաիրա Զոհրաբյանին եւ մենք կարողացել ենք միասին մշակել ծրագրեր, իրատեսական ծրագրեր եւ ներկայացնում ենք մեր ծրագրերը մեր սիրելի երևանցիներին։ Եվս մի տհաճ մոմենտի, պահի մասին ասեմ, Facebook-յան գրառումներ, ենթադրենք 300 կամ չգիտեմ 1000 հոգի անշնորհք գրառումներ են անում Facebook-ում։ Ինչից եք դուք ենթադրում, որ դա պետականորեն ուղղորդված գործողություն է։ Արգելի պարոն Աբրահամյան, տեսեք, այդ գրառումների մեջ կային եւ fake edge-եր, կային եւ օկտատերեր, որոնք որ իրական մարդիկ էին, ընդ որում այդ օկտատերերը կան մարդիկ, որոնց փաստերն էլ ունենք, ինչի հետ կապված այս պայն չեմ հրապարակի, որովհետեւ նաեւ իրավական գործընթաց է տեղի ունենում եւ չեմ ուզենա եթերը տրամադրենք 1-2 նողկալի մարդկանց գրառումներին եւ ասածներին, բայց այնուամենայնիվ նման մարդիկ էլ կային, տարբեր պետական գերատեսչությունների եւ նախարարությունների ներկայացուցիչներն են, ինչի հետ կապված, ես ասում եմ, մենք փաստերը ունենք եւ կոմպրոմատների ըստ էության սա պատերազմ չէ, մենք ստիպված ենք լինում պարբերաբար պարզապես փաստերը արձանագրել եւ որոշ մարդկանց իրենց տեղը ցույց տալ։ Եվ ստեղ գիտեք որն է ամենացավալի ինձ համար իրավիճակը որպես այդպեսին, երբ կարող են հայ կնոջը փորձել
անձնական վիրավորանքի հասնող ամենանողկալի ձևակերպումներով հանդես գալ։ Եվ դրանից էլ ավելի վատ բան եկեք արձանագրենք, որ արդեն իսկ տեղի է ունեցել։ Պատկերացրեք հարևան Ադրբեջանում Հաքինաս պարբերականում հրապարակավ ներկայացնում են Նաիրա Զորաբյանի ներկայացնելով, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեաժողովում տարիներ շարունակ հանդես եկող Ադրբեջանին քննադատող, Արցախի հիմնախնդիրները բարձրացնող, հայկական պետականության հիմնախնդիրները բարձրաձայնող падգամավորի նկատմամբ ինչպիսի վերաբերմունք կա Հայաստանում, մայրաքաղաք Երևանում։ Սա ընդունելի է։ Դատելով Facebook-յան գրառումներից, հա։ Նաև հղում կատարելով այդ գրառումներին եւ լրատվական որոշ կայքերի մեկնաբանություններին։ Ոստիկանությունը քննում է ընտրակաշառքների հարցը, արդեն որևէ պարզություն կա, ով է անում, երբ է դա արել եւ արդյոք որևէ կուսակցություն նշվում է։ Գիտեք ինչպես, ես առիթ ունեցել եմ արդեն իսկ ես խնդրին անդրադառնալու եւ մեր քաղաքական թիմի ներկայացուցիչներն էլ են առիթ ունեցել եւ մեկ անգամ եւս վերահաստատում եմ, անկախ նրանից, որ քաղաքական ուժի ներկայացուցիչ կլինի, օրենքի տաղին ոչ համահունչ եւ ոչ համապատասխան գործունեություն ծավալող, թող նա դատապարտվի օրենքի ամբողջ խստությամբ, անկախ նրանից ինչ քաղաքական հայացքներ ունի, որ քաղաքական ուժի համար է պայքարել եւ իր գործունեությունը ծավալել։ Ձեր կուսակցության ներկայացուցիչ արժեփոխնախագահ Միքայել Մելքոմյանը իր ելույթներից մեկում ասել է, որ Երևանի քաղաքապետը հզոր բարձրագույն քաղաքական պաշտոն է։ Համաձայն եք։ Տեսեք, տեղական ինքնակառավարման մարմինները իր ձևակերպման մեջ արդեն որոշակի բովանդակություն հաղորդում են որպես այդպեսին։ Հայաստանի Հանրապետություն իրողությունները հաշվի առնելով, նաև պետք է առանձնացնենք մայրաքաղաքի կարգավիճակը, համաչափությունը մարզերի, բնակչության առումով, տնտեսական զարգացածության առումով, եւ այս առումով պետք է վերահաստատեմ իմ գործընկերոջ ասածը եւ պետք է ասեմ, որ սա մեր երկրի համար շատ կարեւոր ընտրություններ են։ Երկուշաբթի օրը խոսակցություններ կային, որ հանրահավաքներից մեկում ելույթ կունենա Գագիկ Ծառուկյանը, հետո դա չեղավ, իսկ արդյոք դուք տեղեկություն ունեք, պարոն Ծառուկյանը այնուամենայնիվ ինչ որ ձևով դիմելու է երևանցիներին։ Գագիկ Ծառուկյանը մշտապես հաղորդակցության մեջ է քաղաքական թիմի հետ, հասարակության հետ, եւ ես վստահ եմ, որ առաջիկա օրերին, մասնավորապես ամսի 21-ին, իր վերջնական ծանրակշիռ խոսքը Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը կասի։ Երևանի քաղաքապետարանում, ինչպես արդեն նշեցիք, պետք է ընդհանրել ընդունվել են նաև անօրինական որոշումներ։ Հիմա այդ անօրինական որոշումները շտկելու ինչ մեխանիզմներ կա։ Ենթադրենք անօրինական շինարարություն։ Պետք է արդարությունը պահանջում է վերադարձնել օրինական տիրոջը, բայց քանդել, խլել եւ այլն, այսինքն դա էլի բարդություններ կարող է առաջացնել։ Տեսեք, այդ քանդելու, խլելու, զեղծարարություններով, որոշակի խաբեություններով, գույքերի տիրանալ, սեփականության իրավունքներ ձեռք բերել, ապօրինի շինություններ կառուցել, սա անընդունելի մոտեցումներ է։ Ինքս պարբերաբար առիթ եմ ունեցել մեր Երևանի քաղաքապետարանում նախկին ավականու ներկայացուցիչների հետ կապի մեջ լինել եւ ամենակնճռոտ խնդիրներին անդրադառնալ, մասնավորապես իրացված տարածքներին։ Ես ինքս իրացված տարածքի բնակիչ եմ եւ այս պայդրությամբ էլ սպասողական այսպես ձևակերպ իրավիճակում եմ գտնում, ես կոնդեցի եմ, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցու հարակից ամբողջ տարածքը գիտեք որ իրացված է։ Եվ այս խնդիրներին քաջատեղյակ լինելով, ծանոթ լինելով, բարձրաձայնելով հանդերձ, մայրաքաղաք Երևանի տարբեր տարածքների բնակիչներ, սկսած Սարիթաղի, Ֆիրդուսի, Արամի փողոցի, Եկմալյանի, սկսեցին ինձ դիմել։ Ես խնդիրներին ծանոթացել եմ, մեր ավականու հետ քննարկել ենք, ուսումնասիրել ենք, բարձրաձայնել ենք, բազմաթիվ գրություններ ենք ուղարկել եւ այս խնդիրների լուծումներն էլ մենք գիտենք եւ մեր ծրագրային դրույթներում այս ամբողջությամբ ներառած է։ Ինչ լուծում այսինքն։ Եթե ինչ որ բան փոխվել է, խեղվել է, ինչպես վերականգնել առանց քանդելու։ Օրենքի տառին համահունչ պետք է գործունեություն ծավալել։ Պետք է ոմանց ախորժակը զսպել, այսինքն իրացնել պետակա գերակա շահ ճանաչել տարածքը եւ օտարել տալ մասնավոր մեկ ընկերության կամ մեկ անհատի, որպեսզի նա այդտեղ շահութ հետապնդելով գործունեություն ծավալի, դա ինձ համար եւ մեր երկրի քաղաքացու համար անընդունելի է։ Եթե լիներ պետական քաղաքական մոտեցում, եթե քաղաքապետարանը որպես իշխանություն հանդես գար եւ չթողներ իր բնակչի նկատմամբ ոտնձգություններ տեղի ունենար, որովից է մեկը ստեղ դուժած դուրս չէր գա եւ եկեք հասկանանք, այդ քաղաքաշինական ճակերտավոր ծրագրեր իրականացնողները պետք է զսպեն իրենց ախորժակը եւ գերշահութ ստանալու միտումը առհասարակ մի կողմ դնեն, շահութ ստանան եւ առաջնահերթություններ նաեւ ունենանք։ Առաջնահերթությունը մեր երկրի քաղաքացին է, մայրաքաղաք Երևանի քաղաքացին է, ում հետ կապված առաջերտին
պետք է բնակարանը հարցը լուծելու, հարցը քննարկվի, լուծում տրվի, նոր նմանատիպ ծրագրերի մասին խոսել։ Էլ չենք խոսում, քանի ծրագրեր կան մայրաքաղաք Երևանում, որ սկսեցին ու անավարտ մնացին, որովհետև երաշխիքներ չկային։ Երաշխիքներ ապահովողներ չկային, իրական ներդրումներ չկային։ Իսկ իրական ներդրումներ Հայաստանի Հանրապետությունում տարիներ շարունակ ապահովում է եւ այդ երաշխիքները ստեղծում է եւ նախադրյալները դրա համար ստեղծում Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ պարոն Ծառուկյանը։ Այս Եվ մեր քաղաքական թիմը այս տաղավարում հնչել է նաև այսպիսի կարծիք, որ Երևանի բյուջեն լավ չի հավաքվում այն պատճառով, որ եկամտահարկը եւ մնացած турքերը չեն հավաքում, նաև կոռուպցիոն մեխանիզմների պատճառով։ Համաձայն եք։ Տեսեք, շուրջ 80 միլիարդ դրամի չափով մայրաքաղաք Երևանը բյուջե ունի, որով կարելի է բազմաթիվ ծրագրեր իրականացնել, բայց շատ մեծ լայնածավալ ծրագրեր, այն ինչ որ մեր մայրաքաղաքի բնակիչն է ցանկանում եւ ինչի կարիքը մեր մայրաքաղաքում կա, այնուամենայնիվ հնարավոր չէ, բայց մենք մեր ծրագրերում շատ հստակ մատնանշել ենք, թե ինչպես կարելի է այդ ծրագրերը իրականացնել։ Ընդ որում մեր կուսակցության պարագայում շատ հստակ պարոն Ծառուկյանը եւս հայտարարել է. Երբ որ մեր քաղաքական ուժին վստահություն կհանձնի մայրաքաղաքի բնակիչը եւ ղեկավարումը կստանձնի մեր քաղաքական թիմը Նաիրա Զոհրաբյանի գլխավորությամբ, նա պատրաստ է անձնական միջոցներ ներդնելու մի շարք խնդիրներ լուծելու նպատակով, միջև որ այդ խնդիրները նաեւ քաղաքային իշխանություն որպես այդպեսին կարողանա լուծել։ Կարող եք մանրամասնել, որովհետև խոսվում է օրինակ աղբահանության, վերելակների գործարանի շինարարության, տրանսպորտի եւ այլ։ Կարող եք ասել, թե ինչպիսի ներդրումային փաթեթներ կան, հա, եթե կան այս Իհարկե կան եւ մենք օգտվելով առիթից ուզում եմ տեղեկացնել, որ մեր քաղաքական թիմի ներկայացուցիչները նաեւ վաղը հանդիսավոր կերպով նաեւ ծրագրեր են ներկայացնելու մեր ավականու անդամի տեխնացուները, թե որ ծրագրի հետ կապված քանի 100 միլիոնավոր դոլարի ներդրումներ հենց այսօր մեր գործընկերները արտերկրից պատրաստ են այդ գործընթացներում ներգրավելու։ Այո, տարբեր քաղաքական ուժի ներկայացուցիչներ արձանագրեցին աղբանության խնդիրը, տրանսպորտի հետ խնդիրը, վերելակի հետ խնդիրը, բայց եկեք ստեղ հասկանանք նաև առաջիկա օրերին մեր մայրաքաղաքի բնակիչը պետք է հասկանա, որ ընտրություն պետք է կատարի խոսքի եւ այն խոսքի, որը որ կարող է գործ դառնալ։ Մեր քաղաքական ուժը լավագույնս ներկայացրել է ծրագիր, միտումներ եւ երաշխիքներ։ Այն բոլոր խոստումները, այն բոլոր ծրագրերը, որոնք որ ամրագրված են մեր ծրագրային դրույթներում եւ մեր քաղաքական թիմի ներկայացուցիչների կողմից բարձրաձայնվում են, ուրեմն իմացեք, որ կարճ ժամանակահատվածում իրականություն են դառնալու։ Նաեւ մետրոյի հետ կապված այդ տարբեր քաղաքական ուժի ներկայացուցիչներ ասում են մի քանի մետրոյի կայարաններ են բացելու։ Նա թող նաև մատնանշեն այդ ոնց են բացելու։ Իսկ մենք շատ հստակ ասում ենք, առաջի քայլը մետրոյի վերածնունդ ապրելու եւ առաջի կայարանը, որ կարող է վերաբացվել եւ իրատեսություն կա եւ դրա համար ներդրումներ հնարավոր է հայթայթել եւ այսօր էլ այդ ծրագիրը մենք տեսնում ենք, դա Աչափնյակի կայարանն է։ Հաջորդիվ տարբեր վարչական շրջաններով հնարավոր է դա իրականացնել։ Այո, մենք մատնանշում ենք, որտեղից կարելի է ներդրումների հոսք ապահովել։ Եվ մեր գործընկերները, որոնք ժամանել էին աշխարհի տարբեր մասերից, նաև նրանք համաձայնագիր եւ հուշագիր կնքեցին փոխգործակցության առաջիկայում պատրաստակամություն հայտնելու, միասին ծրագրեր իրականացնելու։ Մի առանձին ոլորտ, որի մասին դուք չասացիք, այսինքն ես էլ չհարցրեցի, դա սոցիալական ոչ էլիտար շինարարությունը, որովհետև մեր մոտ էլիտար շինարարություններ, որը բիզնես էր եւ շատ շահութաբեր, հիմա պետքա սովորական մարդկանց հնարավորություն տալ, որ նրանք բնակարաններ ստանան։ Այդ դրա վերաբերյալ։ Առհասարակ մայրաքաղաք Երևանը իր 12 վարչական շրջաններում բավականին բևեռացած է զարգացել, ոչ համաչափ է զարգացել։ Մայրաքաղաք Երևանում գերկենտրոնացած շինարարական աշխատանքներ են իրականացվել, ճարտարապետությունը խեղաթյուրված շատ դեպքերում աշխատանքներ են իրականացվել եւ նույն մայրաքաղաք Երևանի պայմանական, օրինակ վերցնենք Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն հատված ինչ վիճակում է գտնվում։ Այդտեղ շենքեր, շինություններ կա, քաղաքային իշխանության ներկայացուցիչները քանի անգամ են այցելել։ Այդ նույն վարչական շրջանում մենք հատվածներ ունենք, որ ջրամատակարարումը ժամով է տրվում։ Դա ամոթալի փաստեր ենք որպես այդպեսին արձանագրում։ Այո, եւ մեր ծրագրային դրույթներում մենք շատ հստակ նաեւ ներկայացրել ենք մատչելի բնակարան, մեր երկրի քաղաքացու համար մատչելի ձևով առանց կանխավճարի երկարաժամկետ ինչ ձևով կարելի է բնակարաններ իրականացնել 20-22 հազար դոլարին համարժեք դրամով կարելի է բնակարան ձեռք բերել 60-ից 65 քառակուսի մետր այս մակերեսով։ Վերջին հարցը, իսկ եթե Բարգավաճ Հայաստանը չհաղթի այս ընտրություններում, այս բոլոր ներդրումային ծրագրերը սա հեչ կլինի։
մենք ամեն դեպքում կարծում ենք եւ ինքս մասնակցելով քարոզարշավին, շրջելով բոլոր վարչական շրջաններով, տեսնում եմ, թե ինչպիսի մեծ վստահություն կա Նաիրա Զորաբյանի նկատմամբ, Բարգավաճ Հայաստան կուսակցության եւ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ։ Մեր քաղաքական թիմին վստահում են։ Եվ ես կարծում եմ, մեր քաղաքական թիմը այնուամենայնիվ ունենալու է հաջողություն, ունենալու է հնարավորություն այն ծրագրերը, ինչի մասին առիթ ունեցանք խոսելու, այնուամենայնիվ իրականացնելու։ Եթե նման հնարավորություն չունենանք, մենք կմասնակցենք այն համամասնության, որքան համամասնության մեզ կվստահի մեր երկրի քաղաքացին, մայրաքաղաքի բնակիչները։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Հեռանկարի տաղավարում էր ՀՀԿ փոխնախագահ ազգային ժողովի Ծառուկյան խմբակցության քարտուղար Վահե Էֆիաջյանը եւ կրկին հաղորդումը շարունակում է Քրիստինեն։